1991 թվականի կրկնակի հարված մարտաֆիլմը դերասան և մարտարվեստների վարպետ Ժան-Կլոդ Վան Դամի խորհրդանշական ֆիլմերից է։ Ֆիլմը հայտնվեց կինոթատրոններում 1991 թվականին և ամրացրեց դերասանի կարգավիճակը, որպես էքշն ժանրի ծագող աստղ։ Կրկնակի հարվածից հետո ճանաչված դերասանի կարիերան նոր զարգացում ունեցավ։ Մարտաֆիլմի ռեժիսորն էր ռեժիսոր Շելդոն Լետիչը, ում հետ Վան Դամն արդեն աշխատել էր «Դասալիքը» 1990 թվականի մարտաֆիլմի վրա։ Մարտաֆիլմում նկարահանվել են նաև դերասան Ջեֆրի Լյուիսը, դերասանուհի Ալոննա Շոուն, բոդիբիլդեր և դերասանուհի Կորիննա Էվերսոնը, մարտարվեստների վարպետ դերասաններ Բոլո Յանգը և Պիտեր Մալոտան։ Ժան-Կլոդ Վան Դամը շատ է ցանկանում խաղալ այսպիսի տարբեր երկվորյակների մասին ֆիլմում։ Դերասանը կարծում է, որ դերը օգնեց իր կերպարին և ցույց տվեց, որ ինքն ունակ է խաղալ շատ տարբեր կերպարներ։ Ի թիվս այլ բոնուսների, դերասանը կարևորում է կատակերգության գործողությունների և սիրո պատմության լավ միաձուլումը մարտաֆիլմում։ Հենց Վան Դամն է պնդել, որ այս ֆիլմում Բոլո Յանգը մարմնավորի մարտաֆիլմի գլխավոր չարագործներից մեկի դերը։ Վան Դամն ու Յանգը ընկերացել են 1988 թվականի «Արյունոտ» սպորտ մարտաֆիլմի նկարահանումների հրապարակում։ Ուստի հենց Վան Դամը տեսավ այն դերը, որը պետք է մարմնավորեր Յանգը այս մարտաֆիլմում և անմիջապես զանգահարեց նրան և խնդրեց միանալ դերասանական կազմին, և Յանգը չմերժեց։ Ռեժիսոր Ալբերտ Փյունը, ով նկարահանել է 1989 թվականի «Կիբորգ ֆանտաստիկ» մարտաֆիլմը, որտեղ Վան Դամը մարմնավորում էր գլխավոր դերը, հարցազրույցներից մեկում ասել էր, որ 80-ականների վերջին Վան Դամն իրեն առաջարկեց միասին աշխատել «Կորսիկացի եղբայրները» ֆիլմի վրա, որը երկու երկվորյակ եղբայրների մասին էր։ Փյունը պնդում է, որ ինքը Վան Դամին ասել է, որ կարծում է, որ գաղափարը չափազանց հիմար և ծիծաղելի է, իսկ հետո խորհուրդ է տվել Վան Դամին չնկարահանվել նման անհեթեթությունների մեջ։ Այս խոսակցությունից հետո Փյունն այլևս չտեսավ և չխոսեց Վան Դամի հետ։ Տարբեր հարցազրույցներում Վան Դամը բազմիցս հայտարարել է այս մարտաֆիլմի շարունակությունը նկարահանելու իր ցանկության մասին։ 2010 թվականին նա ասաց, որ ցանկանում է ապագայում հետ բերել այս ֆիլմի շարունակությունը Բոլո Յանգի հետ։ 2012 թվականին Վան Դամը պնդում էր, որ ունի երկրորդ մասի սցենարը, որը գրել է ռեժիսոր Շելդոն Լետիչի հետ միասին։ Դերասանը հույս ուներ, որ սցենարը կհետաքրքրի որոշ պրոդյուսերների, և ֆիլմը կարող է նկարահանվել մոտակա տարիներին։ Կրկնակի հարվածը Վան Դամը Լետիչի հետ նկարահանվել է ֆրանսիացի հայտնի գրող Ալեքսանդր Դյումայի «Կորսիկացի եղբայրները» վեպի հիման վրա, և այդպես էլ ցանկանում էր թողնել վերնագիրը, սակայն Լետիչը պնդեց, որ պետք է փոխել այս մարտաֆիլմի վերնագիրը, քանի որ նման վերնագրով ֆիլմեր արդեն նկարահանվել էին։ Այս ֆիլմը շատ նմանություններ ունի 1987 թվականի հայտնի կրկնակի վիշապ տեսախաղի հետ։ Պրոդյուսեր, գրող և ռեժիսոր Բոազ Յակինը, ով հետագայում նկարահանեց «Հիշիր տիտաններին» և «Ուղեղի ցնցում» ֆիլմերը, հայտնել է, որ հավանում է այս մարտաֆիլմի գաղափարը և տեղափոխվել է, որպեսզի հղկի ֆիլմի սցենարը։ Ասում են, որ նա բերել է մարտաֆիլմի հումորի մեծ մասը։ Թողարկման պահին կրկնակի հարվածը դարձավ Ժան-Կլոդ Վան Դամի ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմն ամբողջ աշխարհում։ «Անզսպելիները» մարտաֆիլմ ֆիլմաշարի 2012 թվականի երկրորդ մասում Վան Դամը մարմնավորում է չարագործ Ժան Վիլենին, որի տեսքը ֆիլմի ռեժիսոր Սայմոն Ուեսթը խորհրդակցելով կուլտուրիստ և դերասան Սիլվեստր Ստալոնեի հետ ցանկացել է, որ լինի հենց կրկնակի հարված ֆիլմի երկվորյակ եղբայրներից Ալեքսի տեսքով։ Այս գաղափարը հիմնականում ցանկանում էր իրագործել հենց Ստալոնեն։ Այս ժամանակ Հոնկոնգում նկարահանումների ամենամեծ առավելությունն այն էր, որ նկարահանման թույլտվություն ստանալու կարիք չկար։ Այսինքն այս մարտաֆիլմի փողոցներում նկարահանումների ժամանակ քաղաքի ամենասովորական բնակիչները շրջում էին դերասանների շուրջը և զբաղվում էին իրենց գործերով։ Ռեժիսոր Շելդոն Լետիչը սկզբում ցանկանում էր, որ Ալեքսի ընկերուհու դերը ստանձնի դերասանուհի և մոդել Թիա Կարերեն։
Լետիչը կարծում էր, որ դերասանուհին պետք է ասիական արմատներ ունենա, քանի որ ֆիլմը նկարահանվում էր Հոնկոնգում, բայց Կալերիի հետ համաձայնության գալ չհաջողվեց եւ դերը բաժին ասավ դերասանուհի Ալոննա Շոուին։ Ռեժիսոր Օլիվեր Սթոունը, ով հանդիպել է Վան Դամի հետ 2000-ականների սկզբին, ցանկանում էր նրան առաջարկել իր պատմական Ալեքսանդր ֆիլմի դերերից մեկը, եւ ռեժիսորն ասել էր, որ Վան Դամի իր սիրելի ֆիլմերից իր ամենասիրելի ֆիլմը կրկնակի հարված մարտաֆիլմն է։ Այս մարտաֆիլմի արտադրության բյուջեն կազմել է $16 միլիոն, համաշխարհային դրամարկղային եկամուտները $81 միլիոն։ Մարտաֆիլմում պատմում է, թե ինչպես է հոնկոնգյան մաֆիան դաժանորեն եւ անխնա սպանում երկօրյա եղբայրների Չադի եւ Ալեքսի ծնողներին, իսկ երկօրյա եղբայրները հրաշքով փրկվում են արյունալի փոխհրաձգության ժամանակ։ Ճակատագիրը եղբայրներին տանում է օվկիանոսի տարբեր կողմեր։ Եղբայրներից մեկը մեծանում է Կալիֆոռնիայում, իսկ մյուսը մնում է Հոնկոնգում։ 25 տարի անց իրենց մահացած ծնողների հավատարիմ ընկերոջ ջանքերի շնորհիվ երկու եղբայրները հանդիպում են, ստիպելու այդ հանցագործության մեղավորներին խորապես սղճալ այն ամենի համար, ինչ նախկինում արել են, եւ վրեժ են լուծում նրանցից եւ նրանց գլխավոր բոսից։